Խաղաղություն դե ժողովրդության ես Արուք եղբայրն եմ, ես ծնվել եմ Մարտունիում, ընդեր եւ հոգեվոր ծնունդ առա, մի ընթացք ընդեր հոգեվոր աշխատանք, գործունեություն, հետո տեղափոխվեցի Խարվեն։ Այն գյուղից, որտեղից որ մեր Անժելային բերել եք ձեր մոտ։ Ինը ձեր կողմից չի, Երևանից ոչ չի։ Երևանից։ Աշե բերել։ Ուրախ ենք ապրես։ Էսի հումոր է, իհարկե լուրջ չեն ընդունում։ Բայց դրանք ջրություն որոշ կա, էլի։ Ես ինքս էի ձգտում այդ կողմերը գալ, ամեն դեպքում իմ գրանցումը կարևորը երկնային Երուսաղեմում է, ես դեպ հույս չունեմ որևէ։ Ես դες երևելի քարոզիչ չեմ ժողովրդության, բայց ես ինձ շատերը չեն ճանաչում, բայց ես պետք է այսօր պատմեմ այն հրաշքների մասին, որ Տերը գործեց իմ կյանքում։ Ու ես համոզված եմ, որ դուք պիտի վերջում ասեք փառք Տիրոջ։ Հալելույա։ Որտեղ ինք իրականում փառավոր է, ինչ որ ինք արել է իմ կյանքում։ Ես կուզեմ, որ այստեղ նույնիսկ նորեր լինեն, որտեղ թող լսեն ու իրանք էլ փառավոր են Տիրոջ։ Աստված ինձ զորավոր ձեռք ունի մեր կյանքում գործելու, փառավոր Տիրոջ։ Ժողովուրդ ջան, ես ուզում ասեմ, որ ես ապաշխարեցի, մի ընթացք ես չգիտեի երկինք նայել։ Մենք ինչքան բաներ ենք, չէ, երկրի վրա կանգնված։ Ու երկրագունդս էլ ձգում է մեզի։ Կապել է, խստորեն կապել է մեր մարմինը երկրագնդի։ Կարաս պոկվես թռնես մի քիչ բարձրանացով, չես կարա։ Նորից կանգնես երկրի վրա։ Որտեղ ձգում է երկրագունդը մեզի։ Ու այսօր առավոտ ով ինչ է մտածել։ Այդ խոտը մնաց դաշտի, չգիտեմ, գործը մնաց, հողամասը մնաց, գոմը մնաց եւ այլն եւ այլն։ Ինչքան մարդիկ կան, որ ստուգից մեր Սամվելախներ ասել, գործերով զբաղված այսօր չկարողացան գալ այստեղ։ Ու ափսոսացի։ Իրականում երկիրը մեզ խստորեն ձգում է ու պահում։ Ու մենք ավելի շատ հակված ենք երկրավոր բաների, բայց երկինք նայել չգիտենք։ Իսկ Աստված ուզում է մեզ սովորեցնի, որ մենք երկինք նայենք, ժողովուրդ ջան։ Մի հատված կարդամ Սուրբ գրքից, Գործք առաքելոց, առաջի գլուխ 5-րդ խոսքից կարդում եմ մինչև 11-րդ խոսքը ներառյալ։ Երբ ես այս բաները ասավ, մինչև անոնք կնայեին, համբարձավ։ Ամպ մզանիկա ծածկեց անոնց աչքերից։ Երբ աչքերին տնկած դեպի երկինք կնայեին, անոր ետևեն ահա երկու ճերմակ հանդեսներով մարդ իրենց քովը կայնեցան, որոնք ասին, ով գալիլեացի մարդիկ, ինչու կայնած եք երկինք կնայեք։ Այս Հիսուսը ձեզ մե երկինք համբարձավ, այսպես պիտի գա, ինչպես տեսակ անոր երկինք երթալը։ Իմիս ես մի հատ հարց։ Ինչու աշակերտների աչքի առաջ համբարձավ երկինք։ Չէր կարա անենց հրաժեշտ տալ գնար, մի ձեր գնար ու գնար։ Աշակերտները չտեսնեին իրա երկինք համբարձելը։ Ինչու։ Որտեղ աշակերտներ իրան շատ էին սիրում։ Տերը գիտեր։ Հիսուսը գիտեր, որ իրան սիրահարված մարդիկ են։ Իրան ամենուրեք կփնտրել։ Ամեն բանի մեջ։ Կփնտրեն Հիսուսին։ Բայց որպեսի նրանք հայացքը երկինք ուղղեն, նրանց աչքերը առաջ ելավ երկինք ու իրանք աչքերը տկած երկինք էին նայում, որտեղ սիրում էին նրան։ Հրեշտակն էլ ասեց, ինչպես որ ելավ, այնպես պիտի վերադառնա։ Սովորեք երկինք նայել։ Ես էլ չգիտեի երկինք նայել, ժողովուրդ ջան։ Ինչպես շատերը երևի, ես էլ գերեզմանոցում ունեմ հարազատներ թաղոց։ Ես որ գնում եմ գերեզմանոց, իմ հերս, մերս ու տղաս։ Ինձ համար երկրի վրա ամենաթանկարժեք մարդիկ։ Հեր մեր զավակ, էլ ինչ կա դրանց։ Իմ տղաս 5 տարեկան են որ մահացավ։
Երբ որ ինքը մահացավ, ես 3 տարվա հավատացյալ էի, 3 տարի գնում էի, ավետարանչություն էի անում, բայց տղես մահացավ, ես էլի շարունակեցի այդ վիճակը, չթողեցի, Տիրոջ հավատարիմ մնացի, բայց երկինք նայել չգիտեի, գնում էի կողքի գյուղ, Գերեզմանոցը ճանապարհի վրա էր, կողքի գյուղ, պաշտամունք էր հասկացնում, հետ գալուց տղայիս ալբոմը մեջ գրպանումս միշտ դրած էր, թեքում էի ճանապարհը, գնում էի Գերեզմանոց, նստում ալբոմս բացում, ողբում ժամերով, ծալում դնում ջեբս, գալիս էի կարողացա, չէի մխիթարում, մխիթարություն չկար, այդպես անցավ մի ընթացք ժողովուրդ ջան, եկա Երևան մեր քույրիկներին տեսակցություն, քույրիկներ կային ուսանոց, որոնց հետ շփվում էի կապ կար, քույրիկներից մեկը մի սենց պատմություն պատմեց, իմացա, որ տեսա ապտենց չսափրված, հələ 40 կասածը միշտ գյուղում պահում են, էլի, որ գոնե 40 օր անցնին օր թալա, Այդ վիճակով քույրիկը տեսավ ինչ ա եղել, ասես բան իրանք էլ մի քիչ վշտացան, լացեցին իմ հետ։ Հետո պատմեց քույրիկներից մեկ այսպիսի մի պատմություն, ասեց մի ընտանիքում երեխան մահանում է։ Իմ ընտանիքի պատմությունը ոնց որ ասել։ Ես որ ասում եմ նույն վիճակը, ես հավատարիմ մնացի այդ վաղտիրո, չէ կինս, որ գալիս էր մեկ-մեկ պաշտամունքի լրի հրաժարվեց, էլ չէր գալիս։ Ասում էր, որ Աստված կարես ինչ չեղա, թողի մեր երեխուն բերի։ Դենց էր ասում կինս։ Դե 5 տարեկան, 5 տարի պահես, մեծացնես երեխուդ, արդեն ամենալավ սիրելու ժամանակն մեկ էլ չկա դրա։ Այդպես ժողովուրդ ջան, ասեց մի ընտանիքում երեխան մահանում է, իրանցը 6 տարեկան երեխա, իմը 5 տարեկան։ Ամուսինը հավատարիմ մնում է տիրոջը, կինը ապստամբում է և շատ ահավոր ապստամբում է տիրոջ դեմ, որ տարավ է։ Եվ ինքը ամուսինը միշտ ասում է, դե սիրելիս, հիմա ինչ անենք, տեղը եղել է, տերը տարավ, տերը տվեց, տերը տարավ, հավատարիմ մնանք տիրոջը։ Ասում է, ոչ մի դեպքում, ես չեմ ուզում այդ Աստծուն լսեմ, որ իմ միտիկա երեխուն իմ գրտից ծոցից խալես տարավ, ես չեմ ուզում այդ Աստծուն լսեմ։ Եղբայրը խնդրում ասում է, եղբայրներ, ես որ ասում եմ ինձ չի լսում, որ դուք գաք, կարող է ձեզանից ամաչի լսի, եկեք գնանք մի քիչ հորձորեք, էլի կնոջս։ Այս կինը պատանիստերում է, որ եղբայրներն են գալի ամուսնու հետ, ասում է սրանք եկել են, որ ինձի խոսան, գնում է, մտնում է ննջարան, դուռը ներսից փակում է։ Ամուսինը որ գալիս, սիրելիս էլի եղբայրներին գոնե սուրճ կտաս, ասում է թող շատ կոպիտ ասում, թող գնան, ես չեմ ուզում իրանց երեսը տեսնեմ, ես չեմ ուզում իրանց լսել, թող գնան, ժողովուրդ ջան, բան չի մնում եղբայրներին անելու, մենակ աղոթք անելու, երբ որ աղոթք են անում սրտանց, ջիգարով, Տերը այցելում է սենյակի մեջ այս քույրիկի, անունը տալիս է, ինքն էլ երեսի վայր է բաներ, անկողնու վրան կաց լացելուց արինում է այդ։ Երբ որ շուռը գալիս տեսնում, Հիսուսը կանգնած և իրա զավակ էստի կողքը, հալելույա, աշկերին չհավատալով, ասում է Տեր, եթե իրականություն է, թույլ տուր գրկեմ այդ երեխուն։ Կամ անց բոտում է, գնում առաջ երեխեն, փաթաթում է մորը, մենակ ասում է ման, ինձ համար մի լաց, ես լավ տեր եմ, մի լաց իմ համար։ Այս պատմությունը, որ լսեցի ժողովուրդ ջան, եկել եմ, արդեն վերադարձել եմ տուն, դրանից առաջ, այն անմխիթար ժամանակներս, իսկ որ իրիկուները պաշտամունքներից կամ այցելություններից տուն էի գնում ուրիշներին մխիթարելու, ես մխիթարություն չունեմ, գալիս եմ ճանապարհին, մտածում եմ, ես գնամ, վերևից տունը չլինի, ու ցենց երկու ձեռով իշխան ուժում էի թափում էի գլխից, սրտի ցավի ժողովուրդ, շատ դաժան է ցավ, ինձի այն ամենամտերիմ հարազատ կորցրած մարդը կհասկանա, երեխու դետաց տունը չլինի, վերը, մերը, իրանք
Չգիտեմ, այդ ցավը չեն է, չի, ինչքան երեխան, զավակը ջիգար ուրիշ բան։ Այդպես ամեն անգամ, երբ որ տուն էի գալիս, նայում էի երկինք, սիրտս մխկտում էր ու ձեռովս սխափում էր դեմքս, երեխեստում մեջ, գնում երեխեստում մեջ։ Երբ որ պարտում էի քնել, գալիս մտնում էր իմ ծոցը, մի քիչ սիրում էի, ինքն ինձ էր սիրում նոր, հետո գնում էր ատեղերը պարկելու։ Հիմա այդ վիճակը չկար արդեն։ Ժողովուրդ ջան, երբ որ ես այդ պատմությունը լսել եմ, եկել եմ զարմանալ իրավիճակ, էլի։ Սենց գալիս եմ տուն, նայում եմ երկին քոքից ցանցում, ասում եմ Հիսուս ջան, զավակս քո մոտ, ալելույա։ Ես չէի տխրում արդեն։ Մի ան երևակայելի մխիթարությունների չէ։ Մի ան երևակայելի իրավիճակ է, ժողովուրդ։ Այդպիսի բան չկա։ Այդպես մի հրաշք տեղ ունեցավ իմ կյանքում։ Նայում եմ երկինք արդեն, ասում եմ Հիսուս ջան, զավակս ատեղ ա, քո մոտ ա։ Ու որ գնում եմ գերեզմանոց, էլ ինչ ալբոմ, ինչ գերեզմանոց, նամի մոտար այդ հողաթումբը։ Ոնց որ իմը չլի, լացış չի գալիս։ Նայում երկինք ասում ես Սուրժան, զավակս ատեղ է։ Մխիթարություն է գալու։ Տեր ենք սովորեցրեց, որ ես երկինք նայեմ ժողովուրդ։ Երկինք նայեմ սովորեցի։ Ես որ Ռուսաստան էի, Նովոսիբիրսկ, մերս եկեղեցու անդամ հավատացյալ, դե աղորդությունից հետո եկել ատում, վատացել ու տենց մահացել։ Ես էլ Ռուսաստան, ես էլ իր այդ շատ կապնված, շատ մորս հետ շատ կապնված։ Խավար արեցին եկել եմ տունը մերս չկա, ողկում եմ, լացում եմ, գալիս եմ, հիակի մոտենում եմ, մերս չի։ Ոտար այս է։ Եսի իմ մերը չի, չտալացում եմ կանգնացում, բայց շվարատ, մերս չկա, տունը չի։ Բայց ես երկինքն այդ իրողով ճանց։ Ես գիտե որ ինքն էլ այր։ Սիրելի ժողովուրդ, սես լիվան ասեմ։ Ավետարանում մի խոսք կա, երբ որ Պողոսը Փիլիմոնին կարծեմ գրում է Օնեսիմոսի մասին, ասում է Անիկայի մաղիքս է։ Իր անկիրություն արա, ինչ էլ պարկ ունի, ես կգամ կվճարեմ։ Եթե հիշում եք այդ պատմությունը, Մեր խոսքով ջիգար։ Անիկա իմ մաղիքս է, սկտից որ կարդում էի, այն մաղթեսի չգրա։ Մաղիքս ո՞ր է։ Մենք Մարտունի մի հատ եղբայր ունեինք, ինքը իր երեխեք հետ Մոսկվայի Ռուսաստանից եկել էր, կինն ռուս։ Հայերեն երեխեք չէին ասում։ Էսի պատմում ասում երեխեքս հետ եկել են, փաթաթվել են, այդ մի հորքուրա երեխու, ասելա ջիգարը տուտեմ, էսի արցելա պապշտոն գավարի։ Ինչ ասում։ Ասելա, այդ թարգմանել է ուղիղ, դասլովնի տերևոտ, ուղիղ թարգմանել, ասելա, ուտեմ թոքերը, տենել ասելա, ինչի, ես իրան ինչ եմ անում։ Մեր լեքսիկոնի մեջ կա այդպիսի արտահայտություն չէ, բայց իրանց մոտ այդ ջիգարը աղիքս ասածն է, մարմնի մասն է։ Մենք էլ ասում ենք Անիկա իմ սրտի կտորն է։ Ալելույա։ Իմ սրտի կտորը երկնքում է, ժողովուրդ։ Ինչքան հոգիներ կային 44 օրյա պատերազմի ժամանակ, որոնք գնացին երկինք իրական։ Ինչքան հոգիներ կային, երիտասարդ, նայում էր սիրտդ մխկտում էր, ես ինչ հապատա։ Բայց մյուս կողմից երբ որ հոգևոր աչքերով ես նայում, մարդուն Աստված այն վիճակի մեջ ա դնում, այդ օրը պատերազմի դաշտում երիտասարդները հավատացյալ անհավատ կանգնած աղոթք էին անում, հայրներ էին ասում, մարդիկ չգիտեին էլ ասում, բայց Աստծանուն էին կանչում այդ օրը։ Իսկ ավետարանում գրված է ով որ անոր անունը կանչի պիտի փրկվի։ Այդ երիտասարդների շատերը ազատության մեջ Հիսուսի անունը սկի չէին էլ կանչի, բայց այդ օրերը կանչել են եւ Տերը վերցրել է իրան հավիտենական կյանքի մեջ, ալելույա։ Եթե այդ մոր աչքերը բացվի, նա տեսնի նրան երկնքում, նա կմխիթարվի։ Բայց քանի դեռ աչք չունի երկինք նայելու, մխիթարություն չկա։
Իմ մխիթարությունը Տերն է ու նրա ներկայությունը սուրբ փառավորվի։ Մի հատ կինո կա այն հայկական, որ ինչու է աղմկում գետը։ Կհիշեք երևեն դրվագը, որ այդ Աթանեսը, այդ կերպարը Արաքսին ապից կանգնած նայում է իր տանը, ինչի է նայում։ Երբից նայում է իր տանը, որտեղ իր տունն է, իր ընտանիքը, իր սրտի կտորներն են ընդեր։ Իմ սրտի կտորը երկնքում այսօրի կողքին, ես էլ սովորել եմ երկինք նայել։ Հայացքը տուր ինձ, որտեղ ստե դու բան չունես, ինչ ես կարճել ես երկրավոր կյանքից։ Ինչ ունես տանելու։ Էսի վաղը կանցնի։ Անոր հոգին կելնե, մարմնի դաման գրված է։ Անոր հոգին կելնե, անիկայի հողը կդառնա, նույն օրը, անոր խորհուրդները կկորսվի, բոլոր խորհուրդները կկորսվելու է։ Ինչ խորհուրդ ուզում, միլիարդների խորհուրդ ունեցի, կորսվելու է խորհուրդը։ Քո տունը, հավիտենական տուն է երկնքում, հայացքը ուղին դեն, դերի համար ապրի, երկնքի համար ապրի։ Մեկը որ գնում է խոպան, ամիսներով չարչարելու տարապելու, ընդ չի այդ բանը, հանրակացարանը տունը, որ տվել են իրան ժամանակավոր մնալու, չի դնում ռեմոնտանի, բալկոն ավելացնի, աբոյներ կպցնի, ես իմ ինչ անի, փողը պահում է, որ կա իր տունը վայելի, իր տունը ստե է։ Իմ էստեղ, կամ էլ փող ուղարկում է տունը, պատկերացրեք, մեկը գնացել է խոպան, տունը փող չի ուղարկում, վերջում էլ դատարկ գալիս է։ Կնիկը չի ասես, քան ժամանակը չի էր գնաց, ինչ է իրանում։ Տունը ալուր չկա, ես չկա, ինչ չկա, բայց այն խելացի մարդը, որ փող ուղարկել է տուն, կինը ալուրն էլ առել, ամեն ինչն էլ առել է, տներն էլ ռեմոնտ արել, կգա, կվայելի իր ընտանիքի մեջ, այդ գեղեցկությունը, ինչ որ ստեղծվել իր տան մեջ։ Այսօր ես երկնքի համար ապրեմ, որպեսի գնամ, վայելեմ, ժողովուրդ ջան, վայելեմ, հալելույա։ Փառք Տիրոջը, Աստված օրհնի ձեզ, չերկարացնեմ եղբայրները խոսեն, աղոթք անենք, խնդրում եմ ոտքի կանգնենք, աղոթք